Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ 2026 թվականը Հայաստանի համար լինելու է ներքաղաքական շրջադարձային տարի։ Ազգային ժողովի ընտրությունները չեն սահմանափակվելու միայն իշխանություն ընդդիմություն դասական մրցակցությամբ։ Դրանք վերածվելու են պետական ուղղության ընտրության, ինքնիշխանության զարգացման եւ կախվածության միջև։ Այսօր ընդդիմադիր դաշտը շարունակում է մնալ գաղափարական փակուղում։ Ի տարբերություն իշխանության, որը փորձում է ձևակերպել արտաքին եւ ներքին քաղաքական նոր հավասարակշռություն, ընդդիմադիր դաշտի հիմնական հատվածը չի առաջարկում ապագայի որևէ ծրագիր։ Ընդդիմության քաղաքական խոսքը կառուցվում է ոչ թե քաղաքական լուծումների, այլ ռևանշի, վախի եւ սոցիալական հիասթափության շահագործման վրա։ Ընտրողին առաջարկվում է ոչ թե ինչ անել, այլ ով է մեղավոր։ Ամենախնդրահարույց հանգամանքը ընդդիմության ռուսամետ առանցքն է։ Այդ ուժերը շարունակում են պնդել մի մոդել, որը փաստացի արդեն ձախողվել է։ Ռուսաստանը վերջին տարիներին ոչ միայն չապահովեց Հայաստանի անվտանգությունը, այլև ցուցադրեց, որ Հարավային Կովկասում առաջնորդվում է սեփական եւ ոչ թե դաշնակցային շահերով։ Այդուամենայնիվ, ռուսամետ ուժերը փորձում են 2026 թվականի ընտրությունները դարձնել Հայաստանին նախկին կախվածության համակարգ վերադարձնելու գործիք։ Այդ ուժերի համար ժողովրդավարությունը արժեք չէ, այլ ընդամենը միջոց։ Ընդդիմության առաջարկած այսպես ասած կայունությունը ենթադրում է փակ տնտեսություն, սահմանափակ արտաքին քաղաքականություն եւ ներքին քաղաքական վերահսկվող համակարգ։ Սա ոչ թե այլընտրանք է գործող իշխանությանը, այլ հակառակ ուղղություն պետության զարգացման համար։ Իշխանությունն ունի լուրջ սխալներ եւ խնդիրներ, որոնք հանրային քննադատության կարիք ունեն։ Սակայն քաղաքական դաշտում տարբերությունը հստակ է։ Իշխանությունը փորձում է նվազեցնել մեկ կենտրոնից կախվածությունը, մինչդեռ ընդդիմության մեծ հատվածը առաջարկում է վերադառնալ այդ կախվածությանը, որպես այսպես ասած փորձված ճանապարհ։ 2026 թվականի ընտրությունները չեն լինելու պարզապես հերթական քաղաքական փուլ։ Դրանք լինելու են քվեարկություն Հայաստանի պետական սուբյեկտության շուրջ։ Եվ այդ ընտրության մեջ ամենամեծ ռիսկը ոչ թե իշխանության սխալներն են, այլ այն ընդդիմությունը, որը պատրաստ է կրկին պետությունը դարձնել արտաքին մեկ կենտրոնի ազդեցության գործիք։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։